Պարոն Չախոյան, հայտարարել էիք, որ համամիտ չեք ընտրությունների, խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, կխնդրեմ մանրամասնել, ինչ հայտարարությամբ էիք ուզում հանդես գալ։ Նախ եւ առաջ այդ ընտրությունները թափանցիկ չեն անցկացվել, որովհետեւ ամբողջ հայ ազգը տեսավ, որ ընտրությունների արդյունքները գրաթերթիկների հաշվարկի ժամանակ ընդհատեցին, ինչը որ դա թափանցիկության բացակայությունն է, բացահայտ ձևով, որը դրա մասին ժողովրդավարությունից նույնիսկ չի կարելի խոսել։ Ու մենք տեսնում ենք, որ Երևան քաղաքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 250,000 ձայն, որը անիրական է։ 2023 թվականի Երևան քաղաքի ավականու ընտրություններին, այսինքն քաղաքապետի ընտրություններին, ԿՊ-ն ստացել էր ընդամենը 75,000 ձայն։ Ու տվյալ դեպքերից հետո երկրի խնդիրները արտաքին քաղաքականության վերաբերվող ավելի սրվել են, բարելավելու հակառակ, այսինքն դեպի բարելավումը չկա, որ ասենք օբյեկտիվում դե լավ կա, դրա համար է ժողովրդի վստահելիությունը աճել է։ Այդ իսկ պատճառով պես ամեն ինչը հիմնավորող մի փաստ կա, ապացուցող, որ ընտրակեղծիք է եղել, դա ԿՀ-ի հրապարակած թվերն է, որը չի համապատասխանում ընդդիմադիր ուժերի ընտրական հանձնաժողովերի, այսինքն ընտրատեղամասերում կազմած արձանագրությունների հետ, այսինքն ընտրատեղամասերում հաշվարկների ժամանակ մեկ այլ թվեր են արձանագրվել, բայց ԿՀ-ն այլ թվեր է հրապարակել։ Դրանով իսկ պայմանավորված հրապարակային հայտարարում եմ ընդդիմադիրներին, որ հրապարակեն 2005 ընտրատեղամասերի բոլոր հանձնաժողովերի ընտրության արձանագրությունները։ Թող ժողովուրդը հրապարակային հաշվարկներ անի ու համեմատություն անցկացնի ԿՀ-ի հրապարակած թվերի հետ, որովհետև անհամեմատելի են։ Այդ գործընթացները պետք է լիներ թափանցիկ, այսինքն հրապարակային պետք է անցկացվել, բայց չի անցկացվել։ Դրանով իսկ պայմանավորված տվյալ հարցերը առաջանում է թափանցիկության շուրջ։ Պարոն Չախոյան, այսօր վերահաշվարկ են իրականացնում մի շարք ընտրատեղամասերում, կարծում եք վերահաշվարկի արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողով վերահաշվարկ իրականացնում։ Վերահաշվարկ, այսինքն մենք տեսնում ենք, հենց դրա մասին եմ ասում, որ ընդդիմության հետի տեղամասերի հանձնաժողովի արձանագրությունների հետ չեն համապատասխանում, այսինքն բացահայտ ձևի կեղծված են։ Եթե կեղծված չլիներ, թափանցիկ ընտրություններ են, չէ՞։ Խի են ընդհատում հեռարձակումը հաշվարկները, բա ժողովրդավարությունը ուր կորավ, թափանցիկությունը, ծածկադմփոցը հենց այդպես է արվում։ Կարծեք ինչ կերպ են կեղծվել, այսինքն ինչ միջոցներով, որ փուլում է այդ կեղծիքը տեղի ունեցել։ Ընտրություններից հետո շատ հստակ, կհիշեք, որ մոտ 10-20% էր ԿՀ-ն արդյունքները ամփոփել, որ արդեն ԿՊ-ն իր ձայները անկում էր ապրում, ընդհատեցին, այսինքն մոտ 80% ձայները չէր ամփոփվել, մասնավորապես Երևան քաղաքում, որը գիտեն Երևան քաղաքում ԿՊ-ի նկատմամբ ինչ անվստահելիություն կա, բռնեցին, ընդհատեցին, իսկ հետո ընդհատելուց հետո Նիկոլ Փաշինյանը մտավ հայտարարեց առանց արդյունքների ԿՀ-ի ամփոփելու հայտարարելու, ասեց հաղթել եմ։ Բա ընտրակեղծարարությունը ո՞նց ալում, ինքը ուր դուս գիտեր, որ հաղթել են, եթե արդյունքները սկի ԿՀ-ն չգիտեր։ Նաև դուք Երևանի մասին նշեցիք, որ Երևանում 250,000 ձայն է ստացել։ Հենց իրենք դրա վրա շեշտը դնում են, ասում են, տեսեք, մենք այս տարի ավելի շատ ձայն ենք ստացել, քան 21 թվականին, դա խոսում է այն մասին, որ մարդիկ իրենց վստահության քվեն մեզ են տվել, մարդիկ հավատում են մեր խոստումներին, հավատում են, որ մենք խաղաղություն ենք բերում։ Հենց դրա վրա իրենք շեշտը դնում են ըստ էության։ Դա հիմա կարային շատ բան ասեն, բայց իրականությունը մեկ այլ է, այսինքն բոլորս էլ մարդկանց հետ շփվում ենք, կարծիքները գիտենք Երևան քաղաքում, այսինքն ես նորոգ վարչական շրջանի բնակիչ եմ, մի քանի ընտրատեղամասների արդյունքները գիտեմ, որ ԿՊ-ն ընդդիմությանը պարտվել է,
բայց մենք տեսնում ենք ընդհանուր հաշվարկով ԿՊ-ի ձայները ընդդիմությունից բարձր, տենց ոնց է ստացվում։ Այսինքն բացահայտ կեղծված է, եթե կեղծված չի, շատ պարզ, թափանցիկ, որը պետք է արդեն իսկ տենց լիներ, թող ընտրակ տեղամասերի հանձնաժողովների կազմած արձանագրություններ հրապարակեն, տեսեք, որ չեն համապատասխանում ԿՀ-ի հրապարակած թվերի հետ։ Այս ընտրությունները բացահայտ ձևի կեղծված են։ Դուք ինչ աղազանգեր եք ստացել, վստահված անձանցից օրինակ որևէ տեղեկություն ստացել եք, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել եւ ընթացքում եւ հետո դրանից։ Ընտրության ժամանակ չեն կեղծվել, այլ ընտրությունից հետո է կեղծվել, թվերի սխալ հրապարակումը, որը չի համապատասխանում։ Բայց դուք վստահված անձանցից ստացել եք այդ տեղեկությունը, որ իսկապես քվեարկությունից հետո այնտեղել են ինչ-որ։ Այո, համացանցում ողողված են նման տեղեկատվությունը, մենք տեսնում ենք հրապարակում է տեղամասերի հանձնաժողովի արձանագրությունները, որը ԿՀ-ի հրապարակած թվերի հետ չի ելնում, ու սա բացահայտ ընտրակեղծարարությունով անցկացված ընտրությունները։ Եվ դուք հորդորում եք հիմա անդիմությանը, որ նրանց վստահված անձինք բոլորը հրապարակեն այդ արձանագրությունները։ Բոլորը ունեն, բոլորը ովքեր ունեն, բայց բոլորը ովքեր ունեն, ու այս ընդդիմության սենց ասած լռությունը, այսպես ասած, ինձ համար մտահոգիչ է ու անդրամաբանական է։ Եվ ինչ կարող է տալ այդ հրապարակումը վստահված անձանց արձանագրությունների, որ մարմիններին պիտի դիմեն, որպեսզի դա արդյունք տա, հաշվի առնելով, որ իրավապահ համակարգը ըստ էության այս պահին դեռևս գործում է իշխանության օրենքներով։ Տեսեք, իրավապահ համակարգի մասին հիմա իմաստ չեմ տեսնում խոսալու, որ տվական հայտ է, հիմա ստեղ այս այն ինչ հիմա ես եմ անում, այս հրապարակային ընտրակեղծարարության մասին հայտարարելու ու այդ փաստերը, իմ կարծիքով միասնական ընդդիմությունը պետք է աներ, որը համացանցում հանրային ժողովրդի պահանջը հենց դա է, որ ոչ ոք այս ընտրական ընտրությունների արդյունքների հետ հաշ չեն, որտեղ թափանցիկ չի անցկացվել։ Ակնհայտ է